Գալացիա Սեբաստիայի սիրելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ես ծնվել, մեծացել և ապրում եմ հենց այս շրջանում։ Ես գիտեմ այս շրջանի ամենագողտրիկ եկեղեցու տեղը։ Ես գիտեմ մեր այս շուկայում ամենահամեղ մթերքներ վաճառողներին։ Ու ես նույն ձևով գիտեմ նաև մեր խնդիրները, աղքատությունից, զբաղվածությունից, բնակարանային ֆոնդից, որոնք որ բոլորը վստահ եղեք տեղ են գտել ուժեղ Հայաստանի ծրագրում։ Սակայն այսօր այստեղ անտարբերության չմատնված հայրից հավաքել է մեկ այլ բան, այն վտանգը, այն իրական վտանգը, որ կախված է մեր հայկական պետականության վրա, քանի որ ամեն օր ուրանում է հայկականը, քանի որ ամեն օր դավաճանվում է մեր ազգայինը։ Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն գիտենք, պատահական չէ, որ այսօրվա իշխանության օրով ամեն օր դեգրադացվող ժողովրդավարության պայմաններում ամենահարմար հայը դա լուռ հայն է։ Այն հայը, ով կարծիք չունի կամ ունի իշխանությանը հակառակ կարծիք, բայց չի արտահայտում դա, նա պետք է լռի, այլապես իրեն կլռեցնեն, այլապես իր բերանը կփակեն, ինչպես փակել են այն զինվորի, այն ողջակեզ եղած զինվորի պապիկի բերանը և տարել, այլապես իրենց բերանը կփակեն, ինչպես արել են այն հավատավորի հետ, ով եկեղեցում ընդվզել է, պարզապես քաղաքական քմահաճույքի համար մեր եկեղեցու կանոնակարգի խախտմանը։ Եվ հավատացեք, եթե այսպես շարունակվի, ձեզ լռեցնելու հերթը նույնպես կգա։ Սակայն կա մի օր, հունիսի 7-ը, որ ձեր ձայնը երբեք չեն կարող լռեցնել։ Հենց այդ օրը համար 3 քվյաթերթիկը, ուժեղ Հայաստանի քվյաթերթիկը ծրարելով դուք ընտրում եք Հայաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հայի արժանապատվությունը, որը ձեզ համար երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Այն մարդը, ով իր կյանքով և կատարած գործով ապացուցել է, որ ապրում է հայի կողքին, իր երկրի կողքին, և որ ամենակարևորն է, տալիս է հույս, հնարավորություն և ուժ։ Սիրելի հայրենակիցներ, ամենացավալին սակայն այն չէ, որ հարմար հայը լուռ հայն է։ Այսօր պարզվեց, որ փաստորեն ոչ միայն լուռ հայն է ամենահարմար հայը, այլ մեռած հայն է։ Եվ մենք այսօր պետք է բացատրագիր դեռ ներկայացնենք, թե ինչու ենք ողջ։ Սիրելի հայրենակիցներ, այդ բացատրագիրը նույնպես հունիսի 7-ին համար 3 քվյաթերթիկով մենք կներկայացնենք, թե ինչու է հայը ողջ, թե ինչու ենք այսօր մենք այստեղ և ինչու դեռ դարեր շարունակ կլինենք։ Եվ այն նախարարը, ով որ պահանջել է այդ բացատրագիրը, դեռ ինքը բացատրագիր ունի ներկայացնելու, թե ինչու են օկուպացված ադրբեջանցիների կողմից այսօր Հայաստանի տարածքները, ինչու 9 ամիս շարունակ արցախցիները, մեր հայրենակիցները մնացին բլոկադայի մեջ, երբ Հայաստանի Հանրապետությունն էր նրանց անվտանգության երաշխավորը, և ինչու են գերեվարված այսօր մեր հայրենիները։ Այդ բացատրագիրը դուք դեռ պետք է ներկայացնեք։ Սիրելի հայրենակիցներ, հիշում եք հունիսի 7-ը նաև ինչ օր է։ Խոսքը 2021 թվականի հունիսի 7-ի մասին է։ Հենց այդ օրը հետաքրքիր զուգադիպությամբ գործող վարչապետը հայտարարեց, որ մեր գերիները դեռ մեզ կներեն մի քանի ամիս ավել գերեվարված մնալու համար։ Սակայն ինչպես տեսնում եք, արդեն 5-րդ տարին մեր գերիները մնում են գերեվարված, ավելին հայորդիները գերեվարված ավելացել են Ադրբեջանում, իդեմ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների։ Եվ այս տարվա 2026 թվականի հունիսի 7-ը նույնպես ձեզ պետք է հիշեցնի, մեզ հիշեցնի, որ պետք է մերժենք հային լքողին, ազգակյացին և հային հակառակվողին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատկապես դիմել երիտասարդներին։ Չթողնեք, որ ձեր ձայնը լռեցնեն։ Սիրելի երիտասարդներ, այսօր ես գիտեմ, որ այս էժանագին սցենարներով, շոուներով և քաղաքական սկանդալներով ձեզ զզվեցրել են։ Ամեն ինչ անում են, որ մինչև կոկորդը կուշ լիներ ցանկացած հարցից և դառնաք անտարբեր։
2021 թվականից սկսած շուրջ 170,000 երիտասարդ ստացել է առաջին անգամ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք։ Սիրելի երիտասարդներ, դա ձեր ուժն է։ Չանտեսեք եւ չթերագնահատեք ձեր ընտրելու իրավունքը։ Եվ հիշելով այն 5,000 գրեթե հասակակից ձեր հայրենակիցներին, ովքեր ժամանակին իրենց ընտրությունը կատարեցին հանուն հայրենիքի, բայց կյանքի գնով, խնդրում եւ պահանջում եմ հունիսի 7-ին կգնաք եւ կիրացնեք ձեր ընտրելու իրավունքը։ Նույն կոչով դիմում եմ նաեւ մեր պետական ծառայողներին։ Սիրելի պետական ծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, ես գիտեմ, թե ինչքան դժկամությամբ եւ հիասթափությամբ եք դուք ամեն օր գնում աշխատանքի, որովհետեւ ծառայում եք մեկ մարդու կմահաճույքներին։ Սակայն ես գիտեմ նաեւ, որ եթե այսօր մեր պետական կառույցները չեն փլուզվում, դա հենց ձեր անխոնջ աշխատանքի շնորհիվ է։ Հավատացած եղեք, որ Սամվել Կարապետյանը առաջին իսկ օրվանից լծվելու է մեր երկրի շենացման գործին, աղքատության հաղթահարմանը, մեր երկրի վարկանիշը բարձրացնելուն եւ հայի արժանապատվությունը վերականգնելուն։ Եվ այդ երկար ճանապարհին հենց դուք եք նրա հիմնական դաշնակիցն ու գործընկերը լինելու։ Եվ դուք ամեն օր հաճույք եք ստանալու ձեր առաքելությանը ծառայելու համար։ Եվ ոչ թե մեկ անձի, ով պողպատյա մուրճով խոստացավ իրավունքի դիկտատորը, սակայն մոռացավ իրավունքի մասին եւ թողեց միայն դիկտատորան, ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում եւ դա օգտագործելով իր ազգի դեմ։ Սիրելի ժողովուրդ, եւ վերջում ուզում եմ մեջ բերել Գարեգին Նժդեի խոսքերը, այն մասին, որ ցանկացած հաղթություն դա ժողովրդինն է եւ ցանկացած պարտություն անկարող ղեկավարինը։ Ժամանակն է եկել, որ անկարողներին փոխենք ուժեղներով եւ հունիսի 7-ին բոլորս միաձայն կանգնենք Սամվել Կարապետյանի կողքին։ Դեպի ուժեղ Հայաստան։